Այստեղ ասում են շատ լավ է, Նիկոլը ընդամենը ոտքի վրա է խոսել Էրդողանի հետ, Ալիևի հետ էլ ոնց որ կարճ է խոսել։ Ուրեմն հասցրած չի լինի հանձնելու նոր խոստումներ տալ։ Այդքան վստահ մի եղեք, ժողովուրդ ջան։ Նիկոլի առաջին հանդիպումն էլ էր Ալիևի հետ ոտքի վրա, ընդամենը վերելակի մեջ։ Ու տեսանք մեր գլխին ինչ եկավ։ Ալիևի հետ Նիկոլի հանդիպումը կլինի ոտքի վրա, ծնկի վրա, սեղանի շուրջ թե տեղաշորի մեջ աղետալի են։ Մարդ, որը 2018 թվականին, 19 թվականին, 20-ին հոխորտում էր, սպառնում էր թուրքերին, ադրբեջանցիներին, սպառնում էր քանդել Ադրբեջանը ներսից, հիմա ինքը կանգնում է Ալիևի առաջ, արդեն քանդված վիճակում, այն Ալիևի, որին հաջողորդը միշտ ծաղրել է հաղթած լինելով։ Նիկոլ Փաշինյանը գնում է շփվելու պարտության այնպիսի բեռով, որի տակից սերնդե-սերունդ չեն կարող դուրս գալ ոչ ինքը, ոչ ԿՊԱ-կան պաշտոնյաները, ներկա ու նախկին։ Նա այդ մեծ բեռը մեղադրանքը շալակել ու գնացել է նույն մարդկանց հետ բանակցելու, այդ պարտության բեռով։ Երկրորդ նախագահը նշում է, որ Նիկոլի համար կարևոր է մենակ ինք իրեն փրկի։ Նա իրեն չի կարող փրկել հրաժարականով, փախչելով, կարող է փրկել աթոռը պահելով ու ամեն ինչ անում է դրա համար։ Աթոռը պահելու համար էլ թուղթ օգնություն է մուրում Էրդողանից, Ալիևից։ Երկրի ներսում չունե աջակցությունը։